Աղջիկեր ջան, այստեղ Աննան թոքու ջիգյարա տապակում, մեր խոզի թոքու ջիգյարն է, մեր խոզին տարան, մեր խոզից մեզ մնաց միայն թոքու ջիգյարը, էլի բանո։ Այստեղ ես լոլիկն եմ մշակում, ուզում եմ սխտորով, համեմով, պետրուշկով էսպես սիրուն մարինադ անեմ, նայեք, էսպես բացել եմ, աչուխաչ, որպեսզի լեցոնենք, հիմա միասին կանենք։ Մի խոսքով գործ ենք անում։ Ընթացքում երեխեքին քնացնում ենք, արդեն ժամը 3-ն է, բայց Արսենը դեռ չի ուզում քնի, նոր եկավ, նորից տարապարկացրի, չէ, չէր տեսե, որ զարլում եմ դուռը բացեց, տարապարկացրեց, 7-ին, ժամը 7-ին արդնում Երիկի հետ, Երիկը դե դասի է գնում, բայց ինքը Սարսադի գնաց որտեղ, անդեղ էլ, անդեղ 12-ին քանի ժամ, դե կքնի, քանի թիվ չունի քնելու, բայց չգիտեմ հունի չի ուզում քնի։ Էսև մասերը հեռացնում ենք, կիսահասածներն եմ անում, որ ավելի համով լինի և մի քիչ մեծ լինի, հա, փոքրերի մեջ ես թվում է այտենց լավ չի լինի, բայց դե անում ենք, քանի որ ոչ բոլորն են թթու ուտում, կարելի ասել այդը լոլիկի թթու հարապես չեն ուտում, բնականաբար շատ քիչ ենք պատրաստում, մենք շուշանի թթու ենք սիրում, կաղամբի թթու, բայց ես, հե? Հա, չունենք տոմատ, ոյ, ճիշտ է, տոմատ, անաննա, ոյ, այս մեկը շատ էր հասել, որը շատ է հասել, մենք ենք ուտում, մերն ուրիշ է, Ինչպես ես? Եղանն ինչ ես անում? Ինչ եղան? Անդեղ որ վեշտում եմ, բայց արակցան դեղ կպացում եմ։ Սիրուն ես հանում ենք, սև մասերը աղջիկեք ջան։ Այստեղ նույնպես ես ծայրը մասերը կարող եք հեռացնել։ Հանեմ պատրաստեմ, նոր սխտոր արդեն մաքրած է, պետք է ուղղակի քերիչով անցկացնեմ։ Մաղադանոսը լվացված է, պետք է մանր կտրատեմ, հետ կխնդրեմ Աննան կտրի, կամ ես կանեմ, տեսնենք։ Ընթացքում մի հատ կոֆե կխմենք։ Շատ ցուրտ աղջիկեք ջան, ես մեկը շատ է փչացել, ես մեկը չեմ դնում։ Քոմի։ Երեք ամբողջ օրը տանձի ծառը փորձեցի թափկամ, մի մեծ վեդրո տանձ հավաքեցի, ու այսօր ընենց քամի է, էլ ծառի վրա տանձ չի մնացել, ինչը վերև որ ես չկարողացա թափտալ, քամին թափվեց, ասում եմ իմանա, էլ այդքան չէի տանջվի ծառ թափտայ։ Ու այնքան մեղուկ է, մեղվատերերը ինձ մոտավորապես մի 10 լիտր մեղր են տալու, որովհետև մեղուները գալիս են, մեր տանձի մեղերը տանում են այդ, այնքան մեղուկ է, չեք պատկերացնի, նույնիսկ այն անգամ մեկը մատս գծեց, ուզում եմ աղջիկեք ջան, այդ հողամասը մի հատ լավ մաքրեմ, բարեկամներս հարազատներս ով զանգում ասում Աննա ջան, տեսնում ենք որ արդեն հողամասից գործերը վերջացրել ես, էլ շատ չես գնում հողամաս, տեսահոլովակ չես նկարում, իրականում չեմ վերջացրել, ուղղակի հիմա չեմ գնում հողամաս, եթե գնամ պետք է այսպես մեծամասշտաբ գործ անեմ ձեռնարկեմ։ Սպասում եմ, եղանակը մի քիչ տաքանա նոր, որ այդ ամբողջը հավաքեմ, վառեմ,
կեսը վառել եմ, հա, բայց դեռ էլի գործ կանելու էլ ինձ չի, որ սա ամբողջը վերջացրել եմ։ Մնացել է սմբուկի թփերը, դեռ հլը որ կանաչա ձեռ չեմ տալի, պղպեղինը էլ 3 մոտավորապես 2 կիլո պղպեղ հավաքեցի, բերեցի։ Դեռ չեմ վերջացրի, աղջիկեք ջան։ Քնած է։ Այստեղից էլ ռեհան ենք քաղում, աղջիկեք ջան, մի քանի տերև, այնքան շատ է, որ առատ կարող ենք քաղել։ Արդեն ես նախապես լվացել եմ, նոր եմ ստեղ դրել ծաղկամանի մեջ, մի հատ էլ ցայում ենք։ Հիմա աղաջուրը կպատրաստենք և կվարկենք, որպեսզի թթվի, շատ համեղ է ստացվում, մնում է ավելացնեմ դառնու տերևը, սպասեք, քանի չեմ մոռացել, աղի չասնեմ, խոշոր աղ ենք ավելացնելու։ Դառնու տերև, այսպես և պատկերացնում ես ինչ համով թթուի ա լինել։ Ավելացնում ենք սև հատիկ պերեց։ Եվ աղաջուր։ Քանի որ մաղադանոսի վրա էլ աղ ավելացրեցի, աղաջուրը կնայեք ձեր բեռնի համով լինի, հա, որ շատ աղի ու շատ անաղի չլինի։ Ջուրն էլ լցնում ենք ու թողնում ենք թթվի։ Ես գոլ ջուր եմ ավելացնելու, որպեսզի շուտ թթվի։ Եթե ուզում եք ուշ թթվի, կարող եք սառը ջուր ավելացնել։ Աղաջուրը հենց այս ամենի մեջ ենք պատրաստում։ Մի հատ կցայեմ, քանի որ այստեղ բուսայուղ կա, սխտոր կա, մաղադանոս կա, չթափենք էլի ուղղակի, աղը խոշոր է լինելու, հլնայք, հիմա լցնում ենք մեր թթվի վրա, ջուրը գոլ, այնքան որ աղը լուծվի։ Ասում ենք ու սպասում ենք, հետո ուտելու սկսենք պախմամաճ ջան։ Մի հատ էլ աղմանը այսպես ողողում ենք, որպեսզի ամբողջ աղը գնա։ Այստեղ էլ Աննան արդեն դրել է, որպեսզի թոքը եփվի։ Ու կարող է կոֆե խմենք Աննա։ Հա, Երիկ ջան։ Էքուց կանենք պիլմենի, ասմա պիլմենը հոտ է գալիս։ Ուզում ասիմ, ան պիլմենի եմ ուզում։ Մի հատ աղը ստուգում ենք, ծանր ինչ-որ։ Էքուց շաբաթ է։ Էքուց շաբաթ է, տունն ես։ Էքուց շատ շուտ է վեկենալու։ 10-երի օրը մենք էլ ենք տենց եղել, ես չեմ ասում ենք։ Չգիտեմ, Ալոն երախ չկեք ջան։ Բայց որ լոլիկների նախ կար արած վախեցաղը շատ անեմ։ Մենք էլ դասի ժամանակ երկար քնում էինք, բայց որ արդեն շաբաթ կիրակի էր դասի չէինք, առավոտ շուտ ժամը 6-ից արթուն էինք։ Էդ է մեր համար մի ուրիշ ուրախություն էր։ Հա։
когда я води сплю, это сколько я сплю, это день? Չգիտեմ, բալես, Հայաստանում, դուք Հայաստանում շատ երկար եք քնում, շատ, մինչև ժամը 1-2, ստո չէ, ստո ժամը 7-ից 8-ից զարթնում եք։ А если меня здесь не было, это если меня там может улыбаться, кого-то тыкать, никто не был, если завтракаешь. Հա, բալես։ Но здесь я երկար չեմ կնում։ Երկար չես քնում, հա, բալես, այստեղ շատ շուտ ես արթնանում։ Այստեղ աղջիկներս այն ամենն է, ինչ անհրաժեշտ է Արսենին մանկապարտեզում։ Ալբոմ, ամենամեծն է եկալ է, 40, ինչ բալես։ Это у меня как в школе։ Հա, բալես։ Ալբոմ, մատիտ, հասարակ։ Այստեղ ջրաներկ է։ Երիկի ջրաներկիցը պատվեմ, բայց այս անգամ տուփը լրիվ ուրիշ ձև է եկել։ Հիմա բացենք և տեսնենք։ Սաղ քոննա բալես։ Նայեք աղջիկներս, այստեղ կիս տշկարներն են, գույնները, 12 գույնը, չէ՞։ Հա, 12 գույնը և ամանն է, որտեղ որ պետք է այսպես սկսի նկարել, այսինքն գուաշը, հա, կարծեմ։ Ներկը կսում այս ամանի մեջ և սկսում է նկարել։ Շարունակում ենք այստեղ կարտոնը 24 լիստ։ Երիկին էլ է նույնիսկ պատվիրել, բայց երիկինը ուրիշ ձև եկավ։ Հա, այս իր ջրի բաժակն է, թեյի ջրի, այս սապսեա, մնում է գդակն է։ Ջան, այստեղ մատիտները, այս սունկեն արդեն տեսել եք, անցած առեպտրում ցույց եմ տվել, բայց չգիտեմ, այս վլոգը կամ այս ալիք կգա, կամ նոր ալիք կգա։ Այստեղ գրքեր եմ պատվիրել, 5+, որպիսի դե մակապարտեզում են ուզել։ Ինչ Աննան գնել է, ինչ Աննայից ուզել են, նույնը ես եմ գնել, որպիսի գնանք հասնենք այնտեղ չասեն, ես գնի, են, մի անգամից պատրաստված պետքա տանեմ։ Արդեն լավ է, էլի, որ փորձ ունես։ Այսպես ուղեղը զարգացնող տետրակները, այսպես։ Պետքա հաշվեն, գումարեն, հանեն, այսպես աղջիկներս, այդ մեկը պրոպիս է, այս մեկ ինչ է, պրոպիս է, արդեն պետքա նախշերը սովորեն, ներկեն, մի խոսքով այսպես զարգացնող տետրերը։ Պետքա սո, երիկին որ տանում է լոգոպեդի, ինքը ունի 5 հատ, թե 4 հատ գիրք այդ ձև, ունի, այդ ինչ կարաղ չկեր կրան, այս ֆայլերից են ուզել, 100 հատ աստե, 50 հատա կարծեմ, և են պապկենների կուներ, դրա համար էլ չպատվիրեցի, մի անգամից երիկինը կդնեմ, կլեմ, գրեթե վերջը ջրաներկնը, մատիտներ, ալբոմ, կլե ու այս ամեն ինչը որ պետք է, եթե բան չեմ մոռացել, այսպես այստեղ, ով ասիում է տիկը, մարդկա ներվերը հանգստացնում, մարդկա ներվերը խարդում, այստեղ մայկա է Արսենի, նասկիներ, ցամքոց, սվիտակեղեն, հիշում եք Աննան երիկիներ նվիրել, ես 1.5 հա կարծեմ, բայց հա 1.5 հա, բայց քանի որ Արսենը գնում է, սայցեք էլ նորը չեմ պատվիրի, քանի որ իրանք արդեն ունեն, իրանցը դվուխի է, 1.5 կուպացում արդեն պատրաստի կա, Արսենը կօգտագործի, ինչ անենք, որ իր եղբոր նվերն է, այդպես, պիժամուն է սա կգա, այդ մաստիկները կգա, էլ ինչ կգար Արսենին, կարծեմ վերջել բան չկա գալու,
Հիմա սիրուն միասին կհավաքենք այս սումկայի մեջ Արսենին 2 շաբթի կգնամ բժշկական թղթերը կվերցնեմ 3 շաբթի արդեն պատրաստի կգնանք մակապարտեզ կտեսնենք եթե այդ օրը չընդունենք կասենք եւ գնանք բայց ես ամսի 1-ով է այդպես հայտ ուղարկել որ ամսի 1-ին արդեն մենք պատրաստ կլինենք դե քանի որ այսօր արդեն ամսի 4-ն է 1 շաբաթ թող ուշ լինի ոչինչ չի խանգարի հիմա պետք է գրեմ անուն ազգանունը որպեսզի խառնի ամեն ինչ պետք է համարակալեմ անունները պարտադիր գրեմ ոնց որ Էրիկինն եմ գրում որ չմոռանա չխառնի ինքը դժվար էլ հիշի կարդալ դեռ չգիտի տառերի դեռ ծանոթ չի բայց ամեն դեպքում պետք է դինոզավրեր կպցնեմ նակլետկեկ ունեմ կասեմ այստեղ որպեսզի ինքը հիշի որ այդ ամեն ինչը իրանն է Какой же динозавр? Այստեղ նակլետկեկ կա հա կկպցնեմ որ ինքը հիշի որ իրանն է ինչի վրա դինոզավր կա այդ արդեն իրանն է Եվ կգրենք անունը Արսեն Ներսիսյան որպեսզի չկորցնի այսպես ահա դինոզավրը այդ արդեն իրանն է լավ միտք աղջիկ ջան ունեցեք ձեռքի տակ նկլետկեկ հատուկ ձեր բալիկների համար որ եթե կորցնեն դինոզավրով հիշեն որ այդ իրանն է Ոյ, ասենք այստեղ անունն էլ կգրեմ ազգանունը այսպես իրան է կզգուշացնեմ որ այդ քոնն է այդպես Ստեղ արդեն իրանք պետք է գրեն անուն ազգանուն, ինձ թվում է այնտեղ իրանք կհավաքեն, հետո կբաժանեն երեխեքին։ Տեսնենք ինչպես կընթանա աղջիկեք ջան, առաջի անգամ եմ սազիկ երեխա ուղարկում։ Մտքերս խառնա, ուզում եմ ուղարկեմ, չեմ ուզում ուղարկեմ, մեկ ասում եմ լավ է, մեկ մտածում եմ, չգիտեմ։ Գիտեմ որ լավ է, բայց տարբեր մտքեր են գալի ուղղումս գնում։ Որ չեմ ուղարկել Էրիկի, մի տեսակ ինձ համար անսովոր է, չգիտեմ։ Այսպես սիրուն հավաքեցի աղջիկներ ջան, մնում է ֆայլը, գնամ մետեղ կազմներ բերեմ, տեղադրեմ ու դնեմ ու բաժակ ապսենել արդեն սպիտակ եղենի հետ կդնեմ, որպեսզի այնտեղ վերցնեն։ Վերջ, ամեն ինչ պատրաստ է։ Մնում է բժշկական կարտն եմ պատրաստ լինի և վերջ։ Եսը հանենք այստեղից։ Այնպես տպավորություն, ոնց որ նոր առաջի անգամ երեխա եմ ճանապարհում դպրոց։ Ոնց որ հիշեցի Էրիկից ոնց էի տանում պատգաթովկի բերում առաջի անգամ։ Նույն ցուցակը ուղարկել էի, նույն գնումները կատարել էի։ Ու գնում ենք նախակրթարան։ Արսենին էլ եմ ուզում ուտանեմ նախակրթարան։ Արդեն 6 տարեկանից, մի տարի կգնանք, 7 տարեկանից արդեն դասի կգնանք, Աստված առաջ չգնենք, տեսնենք ինչպես կլինի, ինչպես կընթանա, բայց ուզում եմ տանել նախակրթարան, գոնե 1 տարի։ Աղջիկներս մկրատն էի մոռացել, մկրատն ենք դնում և արդեն գնացի, բերեցի, ֆայլերը տեղադրեցի, 10 ֆայլը կարծեմ բավական է։ Հիմա արդեն տեղադրում ենք սումկայի մեջ։ Վերջ, պատրաստ է Արսենը։ Հա, բալես։ Շո, գնում եմ կոֆես խմեմ ու գամ Արսեն։ Աղջիկները Սաքսանաստանից նոր եմ եկել և հետո մոշի կուտ եմ բերել։ Հիմա մոշի կուտ եմ խնդի։ Ասաց տարդիր, ասի կլնի, ասեց կլնի։ Հիմա դնում եմ տեսնեմ, կլինի, պետք չի լինի։ Տղ երկու քոլ կա, փորկեմ,
որ ասում ես այստեղ վարդեր եմ դնելու։ Փոշմանեցի աղջիկի ջան, քանի որ ասի Կաննա ջան, վարդը սև հող է սիրում։ Ես էլ մինչև այսօր հիշում եմ, որ ասել եք։ Ասեցի, սպասեք, ստեղ դնեմ այդ մոշը, համ արև կողմա, համ էլ ստեղ կա էլի, որպեսզի ինքը տարածվի։ Ահա, խոտը մաքրեցինք։ Հիմա խոսը փորենք։ Ով ատես է աշնան հորը մոշտը ինքեն, հողը դա փոցով չկիպտով։ Բայց է որա ակսան ասում է, որեմս մի բան գիդի։ Վստահենք և տնկենք։ Ընթիր մոշ էր աղջիկի ջան, մի անստանը կերա, ու ես չէի կարող չբերել, նայեք։ Ասեց, որ ուզում ես տարածվի, այս ձև տնկում ենք, հետո այստեղ երկու, նայեք, ստեղ ճուտ ունի ինքը, այս տերևը պոկում ենք ու այդ ճուտի վրա խով ենք լսնում, որպեսզի նորից դուրս գա, ու տենց մի քանի հատ ինքը բավականին շատանում է։ Այսօրի արետ տնկում ենք, այսօր ամսի 4-ն է, հոկտեմբերի մյուս տարի ժամանակ արդեն կամպոտ կփակենք։ Լավ էլ իր չափով խորել եմ, փոսեմ խորել։ Հողը թացա, բայց մի հատ է կջրեմ, աղջիկիկ ջան։ Այսպես անենք, որ մեզ ենթարկվացնենք էլի։ Որեն աղջիկեք ջան, որ գնացինք հավեր առանք, հիշում եք 20 հատ, 10 հատը ակրորա, հիմա մեծացել են ակրորը, 2 հավը սատկեզ մնացել է 8 հատ հավ, 10 հատ ակրոր, Գյորգին ասեցի կոյնի 8 հատի վիզը կտրի, մորթի, որպեսի ակրորը շատ է էլի, Այսօր հիմա պետք է ակտոր մաքրենք։ Այսօր բամեցը բամ էպից։ Տեսնենք։ Մի ուս ծկնեմ։ Այսօր տնքում։ Դրա տեսնենք ինչ է։ Գյորգին գոռում է։ Գյորգ, այդ ինչ է եղել։ Այս մեկն էլ է շատ լավը, նայեք, ամփուշ մոշա, այ այսպես ենք ցանելու, ամփուշ, ամենակարևորը, որ քաղելուց մատները չի ուտի, Մոշը արեք որտել, աստեղ առաջ ծաղկանոց էր, որ մենք նոր էինք եկել, ծաղիքների թփեր պարել, Всё, գնացինք սիրուններս, եկող տարի ժամանակ կտեսնենք ինչ եղավ մոշի հետ, Պլաթազին նայեք աղջիկեք ջան, ինչքան շատ կա վրան, բայց չի հասնում հասնել, ձիք-ձիքա, լիքն ա թուզը, ուղակի չի հասնում, նայեք, ափսոս, բիբարներն ա, դեռ ցուրտը չի տարել, ամենախոշոր բիբար, եկեք ձեզ ցույց տամ, ամենախոշոր թփը, նայեք,
Նայք ինչ ընտիր թուփա։ Ընտիր, նայք, ամենախոշոր թուփն է։ Տեսեք։ Որ երբեք չի փոքրանում, այսինքն հակառակ էլի չի մեծանում։ Սամբուկները դեռ կա, նաև ծաղկում է։ Տեղել եմ ուզում մաքրեմ աղջիկեք ջան, քանի դեռ ծինը չի դրել։ Ուզում եմ մաքրեմ։ Հավերը ստեղ են շատ է քուջու ջանում։ Են անգամ ամառ էր էլի։ Ասեց մի հատ գնամ տեսնեմ են ծառի տակը շատ են հավերը դե գալի, կաղա ձուեղնի, օծը կողքովս փախավ։ Էլ ես թե այդ կոմով կգայ։ Էլ են կոմի վրա չգնացի։ Բայց պղպեղը շատ համով է։ Հավերը ստեղել եմ ձուածում։ Այստեղ։ Վիշնյայի տեղն է։ Կս չկա։ Ու գիտեք լավը որնա, որ հորթերը չեն ուտում։ Հավերը մտնում են խոզերի բուն։ Խոզերը ձեռք չեն տալի։ Ասեն կմնեն, չէ, որ խոզը ուտում է։ Բայց իրանց չի ուտում։ Մի խոսքով այդպես աղջիկեք ջան։ Վաղ իմ առավոտվա պլաններում եմ։ Գնանք ցույց տամ, ինչ գործ պետք է անեն։ Այս խաղողի վազերը պետք է թարմացվի։ Կարտոֆիլ է դուրս գալի։ Նայեք, նոր կարտոֆիլ։ Նայեք։ Նոր է կարտոֆիլը դուրս գալի։ Աղա վարունգ եմ գտնեմ։ Չէ վարունգ։ Ուզում եմ այս հատվածը սենց ամբողջովին մաքրեմ, վառեմ։ Կարող է էլի հավերը կանստեն զուած է։ Մեր հավերին չես կար ասես, որտեղ նստին զու են ածում։ Այս ակացիաները շատ դժվար է քոքահան անելը։ Այս հատվածը լիքն էր, քոքահան են կարել նույնիսկ տրակտորով, իսկ այդ վերևին էր ոչ։ Տանձի ծառը ամբողջովին արդեն դատարկ է, մի երկու տանձա մնացել է կրկնքի ու վերջ։ Կամանց հողի գործը վերջացնում ենք աղջիկեք ջան։ Ինչ ա ծեններդ։ Կանգնաստեղն է խելոք չեք մնում։ Կռիվ են տալիս, նայեք 10 հատա ակլորա։ Էքուս ձեր վերջի օրն է։ Ձետ դուրը փակեմ, որ ծենները կտրեն։ Այս մեկը ոնց որ հավա, չէ, թե ակլորա։ Հավա ոնց որ, չգիտեմ։ Չես էլ կարում տարբերես հավա, թե ակլորը։ Գնաց կաղջիկեք ջան։ Սենց սող մոքրելու, բայց մի չեմ մոքրում։ Անձրև տիգա էլի նույն պատմություն եղնելի խոտ դուզ գա։ Ոնց անեմ, ես թփերը տուն տանեմ։ Լնայք, վայ, չիլիներն է, ապսոս է ցուրտը տանի, ծաղկաման գնամ դատարկեմ, անենց կուզե ես կան բերքը տուն տանեմ, լնայք, ծաղկում է, կամ էլ սենց այս հատվածը պարնիկ հավաքվեր արագորեն, որ բերքը չփչանար, այս սենց մեզ պարնիկ լիներ, կարելի է գիտեք, մի բան պետք է արվի, չգիտեմ,
Բայց որ թզի համը չտեսանք, եթե լավ չի։ Այս չափի թուզ աղջկեք ջան, կարիք կա փակելու ձմռանը, թե ոչ։ Թե արդեն ինքը կմնա, տենց ցուրտը չի տանի, չի չորանա։ Հələ մի հատ գրեք տեսնեմ էլի։